Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Բրյուսել կատարած այցի մանրամասները։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների կարևորությունը գիտակցում են թե Երևանում, թե Բրյուսելում, ասում է Շարմազանովը։ Կողմերը ունեն հստակ տեսլական, որ մենք պետք է զարգացնենք մեր քաղաքական երկխոսությունը եվրոպական կառույցների հետ։ Վերջին շաբաթվա ընթացքում 100-ամյակի միջոցառումներին ընդառաջ եվրոպական 4 խոշոր կառույցներ խստորեն դատապարտել են հայոց ցեղասպանությունը։ ՀՀԿ-ն սա տարբեր հարթակներում ցեղասպանության ճանաչման հարցում գրանցված հաջողության ցուցիչ է համարում։ Գալայի այն հարցին, թե եղել են պետությունների ղեկավարներ, ովքեր հրաժարվել են 100-ամյակի միջոցառումներին մասնակցել, Շարմազանովը պատասխանեց։ Պարոն Էրդողանն է հրաժարվել գալ, դուք տեղյակ եք, որ նա հաճախակի հայտարարություններով է հանդես գալիս, որը շարունակում են զարմացնել առողջ մարդկային բանականությունը։ Վերջերս էլ հայտարարել է, որ Սփյուռքին կոչ է անում փաստեր ներկայացնել հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Նորվեգիայի պաշտոնյաների կողմից միջոցառումներին մասնակցելու հրավերը մերժվել է կամ որ Վլադիմիր Պուտինի խոսնակ Պեսկովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն մտածում է ապրիլի 24-ին Հայաստան նախատեսված այցը հետաձգելու մասին, Շարմազանովը ասաց, որ նման տեղեկություններ չունի։ Հանրապետականի գործադիր մարմնի նիստում քննարկվել է նաև մարտի 15-ին մի շարք համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցը։ Ընտրատարածքների 70%-ում հաղթել են հանրապետական թեկնածուները։ Ինչ վերաբերում է առաջիկայում Արցախում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, Շարմազանովը ասում է. Ես մշտապես քննադատել եմ այն գործիչներին, հայաստանցի այն գործիչներին, ովքեր Հայաստանի ներքաղաքական խնդիրները տանում են Ստեփանակերտ։ Ստեփանակերտի խնդիրները Արցախի ժողովուրդը պետք է որոշի, ում ընտրի, ում չընտրի։ Եվ երբ որ մենք ասում ենք Արցախը փաստացի անկախ պետություն է, դա միայն լոկ խոսքեր չեն։ Դա փաստ է եւ դա էությունն է մեր։ Մենք այդպես ենք մտածում։ Եվ բոլորին էլ խորհուրդ կտամ չմիջամտել Արցախի ժողովրդի ընտրություններին։